Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Գեղեցիկ Չայանցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, իսկ իմ զրուցակիցն է թանգարանի գլխավոր ֆոնդապահ Օֆելիա Ուդումյանը, բարև ձեզ։ Տիկին Օֆելիա, մենք այսօր պետք է անդրադառնանք Վանաձայնի բարեկամ կառույցի գրականության եւ արվեստի թանգարանի այն հարուստ ժառանգությանը, որով հարուստ է ինչպես թանգարանը, այնպես էլ ազգը։ Ինչ է իրենից ներկայացնում գրականության եւ արվեստի թանգարանը եւ ինչ է պարունակում։ Գրականության եւ արվեստի թանգարանը ունի շուրջ 100-ամյա պատմություն, որը ստեղծվել է 1921 թվականին մեր այսօր արխիվային ֆոնդատերերից մեկի Երվանդ Շահազիզի շնորհիվ։ Երվանդ Շահազիզը մեր առաջի թանգարանի տնօրենն էր, որը հավաքեց սկզբում գրական արխիվները, բերելով Նոր Նախիջևանից մի քանի արխիվներ եւ հիմք դրվեց գրական բաժնին։ Թանգարանը հետագայում առանձնացավ որպես գրական թանգարան գրականության ինստիտուտի կազմում, հետո արդեն դարձավ ինքնուրույն թանգարան, որին միացվեց Ռոմանուս Մելիքյանի կաբինետը, երաժշտական կաբինետը, հետագայում ստեղծվեց կինոարվեստի թանգարանը, թատրոնի թանգարանը միացավ մեզ եւ այսօր մենք ունենք բավականին մեծ թանգարան, որտեղ ամփոփված են հայ գրչի մշակների, թատերական գործիչների, կինոարվեստի գործիչների, երաժշտական արվեստի ամբողջ ձեռագրերը, նոտաները, արվեստի գործեր, իրեր, Նաև իրերով է հարուստի վերջո թանգարանը, չէ՞։ Այո, մեզ մոտ արխիվը ստեղծում է ֆոնդատիրոջ ձեռագրերով, նամակներով, անձնական իրերով, անձնական փաստաթղթերով, հավաքածուներով եւ այդպես ամեն ինչ թանգարանային առարկաներ մեզ մոտ պահպանվում են շատ տարբեր ժանրերի։ Ֆոնդերը, եթե թվային պատկեր տանք, քանակային առումով ինչ է պարունակում։ Այսօր թանգարանում արդեն ունենք 1 միլիոն մոտ 200,000 թանգարանային առարկա, որոնք պահպանվում են այս թանգարանի պատերի ներսում։ Եթե մենք այսպես ասենք պահպանության միջոցներով դեռևս չունենք այն տեխնիկապես մեծ տեխնիկական այդ մեծ հնարավորությունները չունի թանգարանը, բայց այնուամենայնիվ մենք ունենք գուրգուրանքով պահպանված, մշակված ֆոնդեր, արխիվներ, որոնք գիտական մշակման են անցնում, ջերմորեն պահպանվում են եւ դրվում հասարակայնության սպասարկմանը։ Տիկին Օֆելիա, թանգարանը եւ ընդհանրապես գրականության եւ արվեստի թանգարանի այս հարուստ ֆոնդերը նաեւ իրենցից ներկայացնում են սփյուռքահայ գործիչների ժառանգությունը։ Կարող ենք նշել անուններ, որոնք իսկապես այսօր զարդարում են թանգարանը։ Իհարկե, մեր հենց գրական բաժինը, որտեղ մենք այժմ գտնվում ենք, պահպանվում են գրական բաժնում Սայաթ-Նովայից մինչև մեր օրերը արևմտահայ գրողների, սփյուռքահայ գրողների արխիվները մինչև մեր օրերը եւ ես կասեի սփյուռքահայ գրողների արխիվները երևի 1/4 մասն է կազմում այս ամբողջ հավաքածուի եւ հիմքը հիմնականում սկսվել է հավաքվել 1950-ական թվականների վերջերից, երբ Պոլսից մեծ արխիվ Թորոս Ազատյանի ամբողջ հավաքածուն իր կտակի համաձայն ուղարկեցին մեզ, հետո նույն 57 թվականին արդեն Չոպանյանի շատ մեծ արխիվը տեղափոխվեց Փարիզից Երևան եւ 60-ական թվականներից արդեն սփյուռքահայ գրական արխիվները մեծացան ի հաշիվ մեր թանգարանի նվիրյալների,
որոնք նամակագրական կապ էին հաստատում սփյուռքահայ գրողների հետ եւ արխիվները տեղափոխվեցին մաս թանգարան։ Պարզ է, Տիկին Օֆելիա, այս պահին մենք կարճատև դադար պետք է ունենանք մեր եթերում, որից հետո կշարունակենք զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, թանգարանի պահոցում ենք, գրական արխիվում ենք այս պահին։ Իմ զրուցակիցը թանգարանի գլխավոր ֆոնդապահ Օֆելիա Ուդումյանն է, այս պահին կարճատև դադար է վանաձայնի եթերում, խնդրեմ։ Թող երազեմ վերջին անգամ բաց աչքերով, թող տարածվեմ քո մուգ կապույտ երակներով, արյան նման, արյան նման, արյան նման, արյան նման, իմ երկերում երբեք թախիծը չմեռա, Եվ հոգուտ երկն ինձնից գախնիկը իմ առավ, ինձ հետ մնա, ինձ հետ մնա, ինձ հետ մնա, ինձ հետ մնա, լցրու հոգուս անապ դատարկը քո սիրով, Եվ վարակիր սրտիս խորքերը երկերով, Աշխարհն ու ես օտար ենք, պաղենք ու խռով, Շատ եմ լացել իսկ այս աշխարհը անխռով, Երբեք չի լա, երբեք չի լա, երբեք չի լա, երբեք չի լա, Քո աչքերում գուցե արցունքը լճանա, Թեկուս ույսի վերջին քո նավն էլ հեռանա ու չդառնա, Ետ չդառնա, նույնը մնա, ինձ հետ մնա, Դատարկը քո սիրով, Եվ ամոքիր սրտիս վերքերը երկերով, Աշխարհն ու ես օտար ենք, պաղենք ու խռով, Ուզված եմ տես աշխարհն այս սառն ու անխռով, Երբեք չի լա, երբեք չի լա, երբեք չի լա, Վերջին անգամ քո աչքերով, Թող տարածվեմ քո նուրբ կապույտ երակներով, արյան նման, ինձ հետ մնա, արյան նման, իմ մեջ մնա,
Բարեկամներ, շարունակվում է Հայաց Գերևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում։ Հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Գեղեշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում Վանաձայնի բարեկամ կառույցում, իսկ իմ զրուցակիցն է թանգարանի գլխավոր ֆոնդապահ Օֆելիա Ուդումյանը։ Մենք արդեն անդրադարձանք այն նյութերին, իհարկե չենք կարող բոլոր նյութերին անդրադառնալ, սակայն ինչ է իրենից ներկայացնում գրականության եւ արվեստի թանգարանն արդեն որոշակի պատկերացում տրվեց եւ պետք է նաեւ խոսենք այն մասին, թե այսօր ինչպես են ավելանում թանգարանի արխիվները, ինչպես են համալրվում նոր նյութերով եւ ընդհանրապես, քանի որ մեր լսարանը սփյուռքահայերն են, մեզ լսում են, դիտում են մերձավոր արևելքի երկրներում, վստահաբար շատերի մոտ կլինեն նաեւ արժեքավոր նյութեր, որոնք պետք է ի պահ տրվեն այն տեղում, որը որ իսկապես կարող է պահել, փայփայել եւ փոխանցել սերունդներին, իսկ դա գրականության եւ արվեստի թանգարանն է։ Ինչպես է այս ընթացակարգը տեղի ունենում, Տիկին Օֆելիա։ Ես կասեի, դա արդեն տարիների հետ կապված մենք փորձ ունենք։ Ժամանակին, ասենք 60-ական թվականներին սկսվեց այս ամբողջ հոսքը, երբ սփյուռքահայ գրողները իրենք արդեն սկսեցին գալ Հայաստան եւ որպես հոգուպարտ նրանք անպայման այցելում էին մեր թանգարան։ Մեր տպավորությունների մատյանում կարող եք գտնել մեր սփյուռքահայ շատ գրողների ինքնագրեր, տպավորություններ մեր թանգարանից եւ դա հիմք էր նրան, որ իրենց արխիվները սկսեցին արդեն թանգարան ուղարկել։ Այնտեղ կարող եք տեսնել եւ Խրախունու, եւ Զահրատի ձեռագրերը, տպավորությունները, Մուշեղ Իշխանի, հետարքիր փաստեր կա, թե ինչպես էին գալիս արխիվները, երբ Շահանշահնուրը ժամանակին Թյոդիկի ձեռագրերն էր ուղարկում, այսօր մենք հենց այս տարի 2 անգամ Շահնուրից ձեռագրեր ենք ստացել, արխիվային նյութեր ենք ստացել, Գրիգոր Քյոսայանի միջոցով եւ Գրիգոր Պլտյանի միջոցով, տեսեք աշխարհագրությունը Փարիզից եւ Բեյրութից մենք այսօր Շահնուրի նամակներ ենք ստանում, Շահնուրի արխիվային նյութեր ենք, այնտեղ կա եւ իր ստեղծագործությունները եւ նամակները։ Այդպես մեր տեղը սփյուռքը շատ լավ գիտի, սփյուռքահայ գործիչները շատ լավ գիտեն եւ մենք կոչ ենք անում նաեւ ձեր լսարանին, որպեսզի եթե որևէ տեղ գտնեն հայ գրողների, արվեստագետների արխիվային փաստաթղթեր, մեր հասցեն բոլորը գիտեն, կարող են կապվել մեզ հետ, մենք սիրով կընդունենք։ Այսօր արդեն մենք բանակցություններ ենք վարում Ամերիկայում գտնվող Նյու Յորքում Լուիզա Պոզապալյանի ժառանգների հետ, որպեսզի ստանանք նրա արխիվային նյութերը, որտեղ նրանք դիմել են մեզ արդեն Իսկապես հարուստ ֆոնդ է եւ այս ֆոնդը այնուամենայնիվ նաեւ համալրելու կարիք կա մշտապես։ Համալրվում է մշտապես օրեցօր եւ մենք սիրով սպասում ենք այս տարի նաեւ Վարուժանից նյութեր ստացանք, Արևմտահայ գրականության հետ համալրվում է, սփյուռքահայ գրականությունն է համալրվում, այնպես որ թանգարանը իր գործունեության մի մասը կատարում է հենց համալրումների շնորհիվ։ Տիկին Օֆելյան, նաև անդրադառնանք մեկ նյութի նույնպես, քանի որ այստեղ բնականաբար հավաքվում, պահվում, համալրվում են արխիվները, ֆոնդերը, սակայն այն նաև հասանելի է ուսումնասիրողներին, սա էլ կարևոր գործառույթ է, բացի այն, որ ցուցասրահում որոշակի մաս ներկայացվում է եւ այցելուները կարող են գալ, տեսնել, հաղորդակից լինել գրականության, արվեստի, թատրոնին, կինոյին, բայց նաև ուսումնասիրողների համար, հետազոտողների համար կարևոր եւ շատ հարազատ վայր է գրականության եւ արվեստի թանգարանը։ Այո, անշուշտ, որովհետեւ մենք գիտական մաս ունենք, մեր գիտաշխատողները գիտական մշակման են ենթարկում ստացված այդ արխիվները, սիստեմավորում են, քարտագրում են, անոտացնում են եւ դնում սպասարկման եւ ես կասեի, որ Սփյուռքից էլ մենք բավականին այցելուներ ունենք, որոնք գալիս են այստեղ ուսումնասիրելու, մենք ունենք ընթերցասրահ, որտեղ նյութերը պատվիրում են, ստանում են, աշխատում են այդ նյութերի եւ որը դառնում է արդեն հետազոտության, տպագրության թեմաներ։ Պարզ է։ Տիկին Օֆելիա,
մենք արդեն առիթ ունեցանք դիմելու մեր լսարանին, վստահաբար ժամանակի ընթացքում բոլոր այն նյութերը, որոնք որ պահվում են տարբեր անձանց տներում, գրադարաններում, կփոխանցեն գրականության վարվեստի թանգարան, քանի որ այստեղ այն ճիշտ վայրն է, որտեղ նախ պահվում է շատ գրագետ ձևով ամեն ինչ, պահվում է ճիշտ պայմաններում եւ ամեն դեպքում նաեւ հասանելի է ուսումնասիրողներին։ Եվ վերջում ձեր խոսքն ուղված մեր լսարանին, ովքեր այս պահին դիտում են, լսում են մեզ։ Ես խնդրում եմ ի վերջո կորուստից փրկել մեր մշակույթի արժեքները, ի վերջո տեղը մեր թանգարանն է, հանգրվան, որ բոլոր Սփյուռքում եղող արխիվային փաստաթղթերը մի օր պետք է հանգրվան գտնեն գրականության արվեստի թանգարանում, համալրվեն այն արխիվները, որոնք մենք ունենք, եւ ինչու՞ չէ նոր արխիվներով համալրվեն մեր թանգարանը։ Իմ կոչն է գտնել, որոնել գտնել եւ ուղարկել թանգարան նյութերը։ Ուղարկել ճիշտ հասցեով։ Շնորհակալություն, բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Գեղշե Չանցի անվան գրականության վարվեստի թանգարանում, իսկ իմ զրուցակիցն էր թանգարանի գլխավոր ֆոնդապահ Օֆելիա Ուդումյանը։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում։ Հաջողություն։